Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Արագորեն դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռևս չեն հասցրել բաժանորդագրվել մեր Armix News YouTube-յան ալիքին, բայց արդեն հետևում են մեր թողարկումներին։ Խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին։ Այսօր մեր տաղավարում է Հայ ազգային կոնգրես Կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ, ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 3-րդ համար Տաթև Զորյանը։ Բարև ձեզ, Տաթև, եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Վերջերս Հայաստանում տեղի ունեցան ոմանց կարծիքով դարակազմիկ իրադարձություններ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Հայաստան-Եվրամիություն համաժողովը, Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ ոմանք այդ այցերին եւ այդ իրադարձություններին շատ մեծ քաղաքական կարեւորություն են տալիս։ Ինչ կարծիքի եք։ Դուք այդ կարևորությունը տալիս եք, կիսում եք դրանց կարծիքը թե ոչ։ Տեսեք, կոմպլեմենտար եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն վարող ցանկացած պետության քաղաքական կյանքում բնականաբար այս իրադարձությունը կհամարվեր կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն, թե սիմվոլիկ առումով, թե բովանդակային առումով։ Բայց քանի որ գիտենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը վերջին շրջանում ուղղակի շատ հեղեղուկ կերպով տատանվում է եւ նույնիսկ չգիտենք թե որն է մեր արտաքին քաղաքական կուրսը, այս պարագայում աշխարհակաղակական շրջադարձի տիրույթում է դիտարկվում այս գագաթնաժողովը, հետեւաբար բովանդակային առումով չգիտեմ ինչքանով է դա դարակազմիկ թե ոչ, ավելի ճիշտ գիտեմ որ դարակազմիկ չի, սիմվոլիկ առումով նրա հարուցած այդ աժիոտաժը ընդհանրապես շղարշ է ծածկելու այն բովանդակային լուրջ հիմքերի բացակայությունը, որը որ պիտի ունենար այս գագաթնաժողովը։ Ցանկացած նման գագաթնաժողովի պետք է հաջորդի կամ առնվազն նախորդեր խորհրդատվություններ, իսկ հաջորդեր իրավաքաղաքական մեխանիզմներ, անվտանգային երաշխիքներ, որոնք Հայաստանի Հանրապետության պարագայում մենք չենք տեսնում։ Հետևաբար այս այցի նշանակությունը ես միայն սիմվոլիկ տիրույթում եմ դիտարկում, մանավանդ որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջին շրջանում դեպի վատթարացում են գնում, տարածաշրջանային իրավիճակը խիստ հեղեղուկ է եւ անկայուն եւ ոչ բարենպաստ Հայաստանի համար եւ այդ ամեն ինչի ֆոնին նման գագաթնաժողովի մեծ նշանակություն տալը առանց հիմք ունենալու հերթական ավանտյուրիստական քայլն եմ համարում։ Բայց չեք կարծում, Տաթև, որ իշխանամերձ շրջանակները պնդելով, որ բոլոր դեպքերում վերջին 2 տարիներին խաղաղություն է, չեն կրակում մեր սահմանների վրա, Եվրոմիության այդ առաքելության շնորհիվ մեր սահմանները պաշտպանված են, ռազմական լուրջ բախումներ, սրացումներ չկան, եւ Հայաստանի եվրոպական ուղղության շնորհիվ արդեն մենք ձեռք ենք բերում, այսպես ասած, այլընտրանքային գործընկերներ եւ չենք դառնում միայն մի կետից, մի կենտրոնից կախված եւ դա նաեւ երաշխիքը կարող է լինի մեր ապագա բոլոր հաջողությունների եւ վերջնական խաղաղության հաստատման։ Ոչ, բնականաբար այդպես չեմ համարում, որովհետև ձեր ասած խաղաղությունը թղթի վրա գոյություն չունի։ Ձեր ասած խաղաղությունը իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված չի։ Որտեղ է այդ խաղաղությունը։ Վերջի շրջանում էսկալացիայի բացակայությունը, էսկալացիայի փորձերի բացակայությունը եւ կրակոցների բացակայությունը քաղաքական նպատակահարմարությամբ է սոսկ պայմանավորված։ Ադրբեջանը իդեմս Նիկոլ Փաշինյանի տեսնում է գործընկերոջ, ով պատրաստ է անվերապահորեն իրականացնել իր օրակարգը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, Նիկոլ Փաշինյանին օգտագործելով որպես գործիք կարողանում է կատարածել իր տարիների երազանքը, որը 90-ականների սկզբին ուղղակի հեռավոր երազանք էր Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պետականամետ Հայաստանի շահով առաջնորդվող մարդկանց մի խումբ էր։ Հետևաբար այդ խաղաղությունը սոսկ բուտաֆորիա է, այդ խաղաղությունը սոսկ շղարշ է Նիկոլ Փաշինյանի առաջիկա վերարտադրությունը ապահովելու համար։ Ինչ այլ ընտրանք եք տեսնում։ Եթե գտնում եք, որ այդ խաղաղությունը չկա, չնայած իրենք ասում են, որ արդեն 2025-ի օգոստոսի 8-ին կնքված այդ համաձայնությամբ Թրամփի, այսպես ասած, գաղափարությամբ, արդեն դա շատ մեծ, էլի այդ բառը օգտագործենք, դարակազմիկ քայլ էր, եւ դրանից հետո արդեն պիտի մենք ուրախանանք արդեն գրեթե հաստատված խաղաղությամբ։ Եթե մենք գրեթե հաստատված խաղաղության հետ գործ ունենայինք, ապա Նիկոլ Փաշինյանը իր էլեկտորատին կամ
ինչու ոչ էլեկտորատին, ամբողջ հայ ժողովրդին չէր վախեցնի պատերազմի ահով, եթե չընտրեն ՔՊ-ին եւ շանս չտան Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանն էլ ինքը անգիտակցաբար հասկանում է, նաեւ գիտակցաբար, որ խաղաղությունը պայմանավորված է, ճակերտավոր խաղաղությունը պայմանավորված է սոսկ իր անձով, հետևաբար ինստիտուցիոնալ խաղաղության հետ մենք գործ չունենք։ Իսկ այլընտրանքը պետականամետ Հայաստանի շահերով առաջնորդվող քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելն է կամ իշխանության գալն է, որը ի վիճակի կլինի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված գործընկերային կոմպլեմենտար քաղաքականություն կառուցել տարածաշրջանային ուժերի հետ, նաև արևմուտքի հետ եւ այդ դիրքերից նաև իր հակառակորդներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ի վերջո Թուրքիան առաջնորդվում է հենց ադրբեջանական օրակարգով։ Ինչքան էլ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները այցել են Հայաստան, Թուրքիայի հետ այսպես երկկողմ Հայաստան-Թուրքիա ինչ որ հարաբերությունների ատրիբուտների մենք ականատես լինենք, փաստը մնում է փաստ ու դա միշտ է այդպես եղել, որ Թուրքիան առաջնորդվում է սոսկ ադրբեջանական օրակարգով։ Իսկ ադրբեջանական օրակարգը խաղաղության օրակարգը չի, Ադրբեջանի օրակարգը գործընկերային հարաբերություններ հաստատելու օրակարգը չի։ Ադրբեջանը նպատակ ունի մինչև վերջ պարտված կողմ Հայաստանից ստանալ բոլոր ռազմավարական նշանակության զիջումները եւ կորզումները։ Զիջումներ են լինելու։ Զարմանալի կլիներ, եթե խորհրդապահական խողովակներին տիրապետեի եւ տեղեկությունների տիրապետեի, չէ, իհարկե չունեմ տեղեկություններ, բայց որպես քաղաքագետ ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ, որ այդ զիջումները անխուսափելի են լինելու, որովհետեւ ընտրություններին Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցությունը իր գինն է ունենալու, ինչպես ասում են, ձրի պանիրը թակարդներում է միայն գտնվում։ Նիկոլ Փաշինյանը վերարտադրությունից հետո ստիպված է կյանքի կոչել Ադրբեջանի հերթական կապրիզները կամ նկրտումները, սահմանադրության փոփոխությունը, անկախության հռչակագրի բացառումը սահմանադրությունից եւ շատ այլ տարածքային զիջումների պահանջներ, որոնց մենք ցավոք ականատես ենք լինելու։ Եվ բացի այդ, ցավով եմ ասում, բայց կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո, եթե վերջինս հրաժարվի Ադրբեջանի ինչ նկրտումներ կյանքի կոչել, մենք նորից էսկալացիայի փորձերի ականատես լինենք։ Այդ տեսեք, ասում եմ, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մենք կախված ենք եղել մի կետից եւ դա է եղել բոլոր աղետների պատճառը մեր արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության։ Մակրոնի խոսքերը մեջ բերեմ, ասում էր, որ մինչև դարձյալ նույն բաներ կրկնում, մինչև 2018 թվականը Հայաստանը Ռուսաստանի արբանյակն էր։ Համաձայն եք թե ոչ։ Նախ սկսեմ։ Եվ կներեք, եւ բոլոր դեպքերում մեր բոլոր աղետների պատճառը դա էր եւ համարում եք, որ մինչեւ արդեն 2020 թվականը այդ պատերազմը արդեն Արցախի հարցը ըստ էության միջազգային դաշտում ճռված էր ի վնաս Հայաստանի։ Սկսենք նրանից, որ Մակրոնը լինելով գերտերության ղեկավար էթիկայի, դիվանագիտական էթիկայի առումով շատ կոպտագույն խախտում թույլ տվեց, նման հռետորաբանություն բանեցնելով, սուվերեն երկրին համարելով ինչ-որ պետության արբանյակ, նա անգիտակցաբար կամ գիտակցաբար փորձում է Հայաստանին արդեն ներկայացնել արևմուտքի գործիք։ Այսինքն ինչ տարբերություն, եթե ինչ-որ մի ժամանակ սուվերեն պետությանը համարում ես արբանյակ, հիմա էլ քո հայտարարություններով նրան փաթեթավորում ես որպես քո գործիք։ Դա մեկ, երկրորդ ամենևին համաձայն չեմ, որ Հայաստանը մինչև 2018 թվականը Արցախի հարցը լուծել էր, բնականաբար այդպես չէր, Արցախի հարցի լուծման իրավաքաղաքական մեխանիզմները դեռևս ընթացքի մեջ էին եւ լուծման ատյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ մեխանիզմները առաջարկել էր եւ վերջին տարբերակը 2019 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության իշխանություններին ներկայացված Լավրովյան պլանի մոդիֆիկացված տարբերակն էր, որով ենթադրվում է շրջանների վերադարձ, սակայն Արցախը եւ այսպես Շուշին մնալու էին հայկական, Լաչինի միջանցքը Հայաստանին կապող մնալու էր Հայաստանի Հանրապետության այսպես տիրապետության տակ, այդ հանգույցը համենայն դեպս, այդ ռազմավարական հանգույցը, որով երկու հայկական հանրապետությունները կապվելու էին իրար։ Համենայն դեպս այդ տարբերակը 97-ից ի վեր բալանսավորված փոխզիջումային տարբերակ էր, փոխզիջումը յուրաքանչյուր միջազգային կոնֆլիկտի լուծման միակ տարբերակն է, միջազգային հարաբերություններում չկա որևէ կոնֆլիկտ, թե տարածքային, թե ազգերի ինքնորոշման ատրիբուտ կամ բնույթ կրող, որը առանց փոխզիջման հնարավոր լինի լուծել։ Իշխանությունը չորթեգրեր ավանտյուրիայի ճանապարհը եւ գնար
լուծման տարբերակով Արցախի հարցը կունենար խաղաղ լուծում, միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված լուծում, չենք ունենա այդ հազարավոր զոհերը, չենք ունենա հայաթափված Արցախը եւ չենք ունենա 3000-ամյա հայկական հողի այսպես վերջնական ադրբեջանաֆիկացումը։ Հիմա այդ բոլոր process-ներից հետո արդեն Հայաստանի Հանրապետության ադրբեջանաֆիկացում է գնում բոլոր ասպեկտներով, թե մշակութային, թե քաղաքական համակարգի, թե քաղաքական մտքի բոլոր առումներով ադրբեջանաֆիկացում է գնում, որովհետև Ադրբեջանն ունի տեղական լաք է իդեմս իշխանությունների, որոնք սեփական աթոռ պահելու գնով անվերապահ պատրաստ են իրագործել նրա բոլոր ցանկություններն ու երազանքները Հայր Ալիևի եւ Որդի Ալիևների։ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի այս իրողություններին լավատեսորեն չեք նայում, դրա համար երևի թե եկեք անցնենք ավելի շատ ներքաղաքական իրողությունների մի հավելում անեմ, լավատեսության համար հիմքեր են պետք, ես այդ հիմքերը չեմ տեսնում, դրա համար լավատես չեմ, ի վերջո ես ռեալիստական քաղաքական դպրոցի ներկայացուցիչ եմ, այդ հիմքերը ես չեմ տեսնում լավատեսության, բացի այդ աշխարհաքաղաքական անցում կատարելու համար պետք է հիմքեր ունենալ, պետք է թիկունքիդ ուժ ունենաս, թիկունքիդ մեխանիզմներ ունենաս, իսկ այդ մեխանիզմները ես չեմ տեսնում։ Կարևոր տեղ եկանք նաև ձեր քաղաքական ուժի հակի տեսակետները բարձելու համար, այսինքն դուք գտնում եք, որ Հայաստանը այսօր չի կարող Չնայած եթե կարողանայել, եթե աշխարհաքաղաքական վեկտոր փոխի, մենք ունենանք շատ ողբերգական իրողություններ, ես այդպես հասկացա, ճիշտ եմ մեկնաբանում ձեր տեսակետը։ Հայաստանը ոչ թե աշխարհաքաղաքական վեկտոր է փոխում, դեռևս Հայաստանի ուժը այնքան չի պատում, որ նա աշխարհաքաղաքական վեկտոր փոխի։ Հայաստանը գիտակցաբար ունենալով ավանտյուրիստ ղեկավարություն դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, վերածվել է օբյեկտի, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական կենտրոնները, իսկ դա վեկտորի փոփոխություն չի, դա շատ ավելի սարսափելի մի բան է, որը այսպես շարունակվելու դեպքում կարող է վերջնական սուբյեկտայնության կորստի օտարման հանգեցնել կամ պետականության կորստի հանգեցնել, ի վերջո, եթե պետությունը զրկվում է իր պետականության ատրիբուտներից, դիմակայելու կարողությունից, սուբյեկտայնության անհրաժեշտ աստիճանից, դառնում է ուղղակի տերիտորիա, տարածք, որի վրա հակամարտում են աշխարհաքաղաքական կենտրոնները։ Հիմա մենք դա ենք տեսնում, հետեւաբար իմ լավատեսությունը որևէ հիմք չունի, ես ռեալիստ եմ։ Ըստ ձեզ, որտեղ եղավ էս ամեն ինչի էս, իհարկե դա աղետալի զարգացումներ էին, անկախ նրանից թե ինչ տեսակետների կրողել լինենք, բոլորս իհարկե Արցախի կորուստներ աղետ, բոլորիս համար ողբերգություններ, այս պատմական մասշտաբի ողբերգություն, որի հետևանքները դեռ Շան գլուխը որտեղ է թաղված Տաթև ջան։ Այս ամեն ինչի էս ձեզ այդ դեպքում, եթե գտնում եք, որ բոլոր դեպքերում ասենք, ըստ ձեզ իշխանությունները սխալ էին, սխալ արտաքին քաղաքականության պատճառով բերեցին այս աղետալի վիճակին։ Ինչ պիտի արվեր, որ այս աղետալի վիճակը ըստ ձեզ չլիներ։ Տեսեք, շան գլուխը գտնելը շատ ապաշնոր գործ է, իրականում եկեք այդ գործով չզբաղվենք, մանավանդ քաղաքական եւ միջազգային այսպես process-ների համատեքստում, բայց փաստը մնում է փաստ, որ եթե ունենայինք պետության շահերով առաջնորդվող ոչ ավանտյուրիստ պետականակենտրոն, հայակենտրոն իշխանություն, համենայն դեպս այդ իշխանությունը կշարունակեր Մինսկի խմբի շրջանակներում կառուցողական բանակցություններ իրականացնելը Արցախի հարցի խաղաղ լուծման ուղղությամբ, զրոյական կետից չես ճամարտակի բանակցություններ սկսելու մասին եւ չեր լքի ուղղակի բանակցությունների սեղանը այդ ավանտյուրիստական մոտեցումը եւ այդ նկրտումները ուղղակի հանգեցրին 2020 թվականի աղետալի պատերազմին ես վստահ եմ որ եթե ունենայինք հայակենտրոն եւ պետականակենտրոն իշխանություն մենք ամեն կերպ կխուսափեինք այս ճակատագրից որին արժանացավ Արցախը եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը Գտնում եք, որ 2019-ի այդ փաստաթուղթը, հա, որի մասին խոսել է ձեր քաղաքական ուժը, ձեր քաղաքական դեմքերը խոսել են, այդ փաստաթղթի մերժումը բերեց այս իրողությունների ամբողջական Արցախի արցախյան հակամարտության խաղաղ լուծման տորպեդահարումը բերեց 2020 թվականի աղետալի պատերազմին։ Գիտեք, բարդված ղեկավարության կողմից շատ հեշտ է բոլորին մեղադրել, բնականաբար առաջին կավության նոխազը Ռուսաստանն է Բոլորը մեղավոր են, բոլոր ուժերը մեղավոր են, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները մեղավոր են, նույնիսկ գեներալներն են մեղավոր, իսկ զորքերի գլխավոր հրամանատարը, որը տիրապետում է ռազմաքաղաքական իրադրությանը պատերազմի սկսվելուց դեռ շատ ամիսներ առաջ, ընդհանրապես մեղավոր չի, ինքը ընդհանրապես մեղավոր չի, ինքը անմեղ է ուղղակի։ Ոնց կարող է Նիկոլը մեղավոր լինել։ Անցնենք ներքաղաքական զարգացումներին։ Ինչ եք կարծում։ Շատ են խոսում ընդդիմադիր դաշտի համախմբման մասին, ձեր քաղաքական ուժն էլ է կարծես թե որքան ես հասկանում եմ հանդես գալիս ընդդիմադիր դաշտը մեկ ճակատի մեջ համախմբելու գաղափարի օգտին, ճիշտ եմ։
Ասեմ ավելին, մեր կարող է քաղաքական ուժը համեցեք ասեք։ միակն է, որ հանդես է եկել ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի դիրքերից, որովհետև մենք միայն այդ ճանապարհով էինք տեսնում Նիկոլի վերարտադրությունը կանխելու ուղին, միայն դրա մեջ էինք տեսնում այդ աղետալի սցենարը կանխելը, բայց ցավոք սրտի ընդդիմադիր դաշտում բոլոր քաղաքական ուժերը չէ, որ առաջնորդվում են պետական շահով, եւ նրանց ամբիցիաները շատ ավելի բարձր դիրքերում են, քան պետության շահը, ցավոք սրտի դեռևս միայն մեր քաղաքական ուժն է, որ պետության շահով է անվերապահ առաջնորդվում եւ դա անպագորգոր հայտարարություն չի, դա հաստատի իրականությունն է, մենք ամեն կերպ փորձում ենք պաշտպանել մեր իսկ կողմից հիմնադրված պետականությունը, երեխայի այսպես սկզբունքով, էությամբ, այո, մենք պատրաստ ենք կոնսոլիդացիային, մենք հանդես եկանք այդ կոչերով, թե 21 թվականին ենք հանդես եկել, թե 26 թվականին հանդես եկանք, սակայն ունենք այն, ինչ որ ունենք, տեսնում ենք աղճատված ընդդիմադիր դաշտ եւ արդյունքում ինչ կլինի, դեռևս պարզ չի։ Այսինքն գտնում եք, ուզում եք ասել, որ ձեր ջանքերը ընդդիմադիր դաշտը հավաքելու, համախմբելու, կոնսոլիդացնելու հաջողությամբ չեն պսակվել եւ կարծես թե այս առումով լավատես չեք։ Հաշված օրեր հետո սկսվելու է պաշտոնական քարոզարշավը 2026 թվականի պարլամենտական ընտրությունների եւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը կարծեմ 19-ն են։ Եթե կոնսոլիդացիա լիներ, հաստատ այդ պատկերը չէինք ունենա եւ բոլորովին այլ ռակիրովկաներով կգնայինք ընտրությունների կամ քարոզարշավի, բայց հիմա ունենք այն, ինչ որ ունենք կոնսոլիդացիան ամենայն դեպս քաղաքական առումով չի կայացել։ Այո, ես հիշում եմ, օրինակ 2021-ին էլ որ ընդդիմությանը չհաջողվեց հաղթել գործող քաղաքական ուժին, սկսեցին մեղավորներ փնտրել, սա է մեղավոր, այն ուժը մյուսին ասում էր այ Քոչարյանն է մեղավոր, Քոչարյանը ասում էր այ դուք եք մեղավոր եւ այլն, արդյոք նույնը չի կրկնվելու այս տրամաբանությամբ։ 21 թվականին առաջին նախագահը ասաց, որ հնարավոր է կանխել Նիկոլի վերարտադրությունը, ու դա իրոք ռեալ սցենար էր, եթե նախկին 3 նախագահների քաղաքական ուժերը հրաժարվեին ընտրություններին հայտ ներկայացնելուց, ամենայն դեպս ղեկավարների մակարդակով, նախկին նախագահների մակարդակով, սակայն դա տորպեդահարվեց երկու նախկին նախագահների կողմից, երկրորդ եւ երրորդ, եւ վիժեցվեց այդ պլանը, որը որ ռեալ պլան էր դարձյալ երկիրը աղետից փրկելու, իսկ Նիկոլը աղետ է երկրի համար, ու մենք դա տեսանք հաջորդող 5 տարիների ընթացքում բազմաթիվ աղետալի իրադարձությունների ականատես եղանք, ամենայն դեպս 23 թվականին Արցախի կորուստը պատմաքաղաքական մասշտաբի աղետ է, որի հետևանքները դեռ հարյուրամյակներով մենք ազգովի դեռ զգալու ենք, իսկ մեղադրել քաղաքական դաշտի կոնյունկտուրան նպաստեց, որ պատերազմում պարտված, ջախջախված եւ երկիրը աղետների հասցրած ղեկավարը նորից վերարտադրվի սևեր սպիտակներ այդ քաղաքական տեխնոլոգիայի շնորհիվ նախկիններին վերադառնալու ահից դրդված եւ նաեւ շոկահարված 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներով այս հասարակությունը ուղղակի ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ես հասարակությանը չեմ մեղադրում։ Այդ տեսակետներ եմ լսում, որ աշխարհ քաղաքական կենտրոնները դարձյալ Նիկոլի վերարտադրության պահով ինչ որ համաձայնության են եկել։ Բայց եթե այդպիսի բան կա, կոպիտ ասած, ընդդիմությունը շանս ունի։ Տեսեք, տեսակետներ չեն, դա ռեալ փաստեր են։ Մակրոնի վերջին հայտարարությունը, որ ասում է ես կաջակցեմ Նիկոլ Փաշինյանին, նման արտահայտություն։ Տեսեք, միջազգային հարաբերություններում այն պետությունները, որոնք սպասարկում են ուժային կենտրոնների շահերը, հնարավոր է ստանան այդ մեծ պետությունների կողմից աջակցություն, սակայն անվանական, կոնկրետ, անձնավորված աջակցություն միջազգային հարաբերությունում որպես այդպեսին չի լինում։ Իսկ Մակրոնը ուղղակի պարզ ասաց, որ աջակցում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման գործընթացը, ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կայացումը կամ ընտրական ինստիտուտի թափանցիկությունը, ինչպես որ անում են սովորաբար արևմտյան այդ դպրոցի ներկայացուցիչները կամ արևմուտքի այդ բյուրոկրատները, այլ պարզ ասաց, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։ Դա արդեն միջամտություն է սուվերեն պետության ներքին գործերին, հատկապես ընտրությունների նախաշեմին, որը որ հստակ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Աշխարհաքաղաքական կենտրոն է Ֆրանսիան, հետևաբար ընտրություններից առաջ արդեն ընտրությունների մրցակցայնությունը դրվում է խիստ կասկածի տակ, ոչ հավասար պայմաններ են ստեղծվում իշխող ուժի եւ ընդդիմադիր դաշտի միջև, եւ դա ես համարում եմ
սուվերեն պետության ներքին գործերին միջամտություն աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից։ Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին էլ չեմ խոսում, որտեղ արդեն խոսեցի, նրանց շահերից է բխում ունենալ լաքեի կամակատար, ով առանց կոնֆրոնտացիայի պատրաստ է իրագործել եւ կյանքի կոչել իրենց բոլոր պլանները։ Ադրբեջանական օրակարգը Նիկոլ Փաշինյանին ընտրել նշանակում է ընտրել ադրբեջանական օրակարգը։ Մինչև ընդհանրացումը մեր այսօրվա հանդիպման էլի դուք խոսեցիք հայ-ռուսական հարաբերությունների, այսպես վատթարացումից, սրացումից, բայց ի տարբերություն, ասենք, ձեր այս ասած տեսակետին, վերջերս Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Ռուսաստանում տեղի ունեցած իմ այցը անցել է շատ լավ, եւ որից հետո ձեռք է բերվել հայ-ռուսական ռազմավարական համաձայնություն, որի մասին ինքը կմանրամասնի հետո Ինչ է կարծում, սա չի խոսում դրա մասին, որ նա կարողանում է ինքը բալանսավորել քաղաքականությունը, թե ոչ, ինչ կասեք։ Չէ, սա բալանսավորում չի, սա կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն չի, այդ ջղածիկ փորձերը աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու իրականում արդարացված չեն ու հաջողությամբ չեն պսակվելու, որովհետև Հայաստանը բոլոր առումներով, թե ռազմավարական, թե անվտանգային, թե տնտեսական, թե սոցիալական դեռևս շատ ուժեղ կապերով կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, միայն այն, որ Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել էներգակիրների գինը բարձրացնելով, դա արդեն պարարտող կարող է ստեղծել երկրի ներսում սոցիալական ճգնաժամ հասունացնելու համար։ Այլընտրանք չունենք։ Այս պահի դրությամբ ոչ չունենք այլընտրանք, ես նորից եմ կրկնում, Եվրոպայի հետ սիրախաղերի հիմքում որևէ բան լուրջ առարկայական բան դրված չի, իրավաքաղաքական մեխանիզմներ դրված չեն, անվտանգային երաշխիքներ դրված չեն, դաշինքներ կամ աշխարհաքաղաքական նոր կենտրոնների ձևավորման հնարավորություն դրված չի, դա ընդհանրապես սիմվոլիկ, այսպես ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու փորձեր են նեղացած երեխայի նման, որ քեզանից նեղացել եմ, դες ինձ սիրողներ կան։ Մի քիչ անհամեստ հարց։ Ինչպես է գնահատում ձեր քաղաքական ուժի հնարավորություններն այս ընտրություններում։ Իրականում մեր քաղաքական ուժի հնարավորությունները տոկոսային հարաբերությամբ ես չեմ փորձի գնահատել, որովհետև մեր քաղաքական ուժը շատ մեծ կշիռ ունի, պետականություն ստեղծած քաղաքական ուժ է եւ տոկոսները չէ որ պետքա մեր կշիռը պայմանավորեն, թե գաղափարական կշիռը, թե այն ամբողջ ճանապարհը, որ մենք անցել ենք, ամբողջ հարցն այն է, թե արդյոք այս հասարակությունը պատրաստ է շրջադարձ կատարել եւ վերադառնալ պետականակենտրոն եւ բանական քաղաքականությանը, որ այս պետությունը փոսից դուրս անելու միակ ճանապարհն է։ Մենք բոլոր հնարավոր ճանապարհներով տարիներ շարունակ, սկսած 2008 թվականից այս ժողովրդին բացատրել ենք փրկության ելքը, ապագայի ճանապարհը, խելամիտ ուղին, ու հիմա էլ կշարունակենք անել, մենք չենք վհատվում, մենք չենք հոգնել, դա մեր պարտականությունն է մեր կողմից ստեղծված պետականության ու այս պետության առաջ։ Տոկոսների չեն, որ մեր արժեքը պետք է պայմանավորեն։ Մենք բանականության ձայնն ենք, ողջախոհության ճրակը, որը միշտ վառ է մնալու։ Ես հուսով եմ, որ մի օր գալու է այն ժամանակը, որ այդ ողջախոհության ճրակը անշեղ եւ անշեջ հուր է դառնալու եւ լուսավորելու է մեր ազգի հավաքական ճանապարհը։ Դուք կարող եք այսպես մեր ունկնդիրներին ավելի ընդհանրացնող ձևով մի 3-4-5 կետով այսպես խոսել ներքին արտաքին քաղաքը ինչ քայլ, կոնկրետ ինչ գործողություն, որը կլինի այլընտրանքը այս գործող քաղաքականության։ Ես ամենակարևորին ես կանդրադառնամ հյուսիս հարավ երկաթուղու կառուցմանը, որ իրատեսական ծրագիր է, շատ իրատեսական եւ անալոգն է հանդիսանում TRIP-ի, ի տարբերություն TRIP-ի, որը մեզ ակցիանի մեջ է դնելու թե քաղաքական թե տնտեսական առումով Հյուսիս հարավը ապահովելու է ճկունություն եւ սուբյեկտանության բարձր աստիճան Հայաստանի Հանրապետության համար եւ մեզ դարձնելու տարածաշրջանային գործոն, ոչ թե օբյեկտ կամ գործիք, իսկ Հայազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի մյուս դրույթներին պրեզենտացիայի ավարտից հետո կարող եք ծանոթանալ, հանրայնացվելու է մեր վեբկայքում, մանրամասն նկարագրված են բոլոր քայլերը, այդ քայլերի համակարգային ապահովումը մեզ տանելու է խելամիտ ուղիով։ Շատ լավ, Տաթև, այսօր ձեզ այսքանի համար ասեմ շնորհակալություն եւ երևի թե հետագայում բնականաբար կամ ձեզ հետ կամ ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ ելիք հանդիպենք արդեն ձեր պրեզենտացիայից հետո այսպես ի հայտ եկած ձեր ծրագրային դրույթների մասին ավելի հանգամանալից կտեղեկացնենք մեր հարգելի ունկնդիրներին։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ եկաք մեր տաղավար։ Ես շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ
Տաթև Զորյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր հետևում են մեր ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել R-Mix News YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին եւ շարունակել հետևել մեր թողարկումներին։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։